շատ հարգելի գործընկերներ, տեսեք, հենց նոր դիմում մուտքագրեցինք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, ինչպես գիտեք, հունիսի 6-ին եւս մեկ անգամ Հայաստան էլեկտրական ցանցեր ԲԲ կողմից դիմում է ներկայացվել սակագնի վերանայման համար, առավել կոնկրետ սակագնի իջեցման հետ կապված են 3.6 միլիարդ դրամ դրական տարբերությունը հաշվի առնելով։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող ունենալ, կարող է 1 տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, տարբերությունն այլ բացասական լինի եւ արդյունքում անհրաժեշտություն ունի մի բան է սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացացինք, արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարկ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Եվ կրկին անգամ դիմումը խնդրեցինք վերանայել սակագինը եւ իջացնել։ Այստեղ շատ կարեւոր բան է, հանգամանք է, որ դիմումը ներկայացել ենք եւ Հայաստան էլեկտրական ցանցեր ՓԲ-ի գլխավոր տնօրեն պարոն Կարեն Հարությունյանի անունից եւ ընկերության բաժնետեր Տաշիր Կապիտալ ՓԲ-ի անունից եւ ընկերության տնօրենների խորհրդի անունից, այսինքն հնարավոր բոլոր անձանց անունից նույն դիմումը ներկայացել ենք, որպեսզի անգամ տեխնիկական վերադարձի կամ չքննարկման հարց չունենանք, որ օրինակ չգիտեմ, չէ, պետք է հեծի տնօրենի լիազորություններ սահմանափակված էր, բաժնետերը դիմեր եւ այլն եւ այլն։ Նման խնդիրներ չունենալու համար եւ նման արդարացումներ հանձնաժողովի համար չունենալու համար դիմումը 3 անձանց անունից ենք ներկայացրել։ Ըստ ընթացակարգի, հա, այդ արձագանքը դիմումի եւ պետք է օրենքով սահմանված ժամկետում պետք է արձագանք տան, մենք սպասում ենք այս բային դիմումը մուտք եղես, պետք է քննարկվի, հանձնաժողովը որոշում կայացնի, սակագնի փոփոխություն կատարելու վերաբերյալ կկայացնեն, թե չեն կայացնի, դիմումը կքննեն, թե չեն քննի, հուսամ կքննեն եւ սակագինը կիջեցնեն, բնակչության բեռնել որոշակի չափով կթեթևանա։ Սպասելիքները դրական են, հուսամ հանձնաժողովը կքննի եւ կբավարարի եւ սակագինը կնվազեցնի։ Ես հարց ունեմ, կխնդրեմ, որ այստեղ բոլոր բանախոսները պատասխանեն։ Տեսեք, լուրեր են շրջանառվում, որ միջև ընտրություններ իշխանությունը պատրաստվում է սակագինը նվազեցնել մարտ-ապրիլին, ընտրություններից հետո արդեն ձմռանը ավելի բարձրացնել կրկնակի։ Բացի այսպիսի դիմումներ մուտք անելուց, ինչ գործնական քայլեր եք պատրաստվում իրականացնել, որպեսզի այս քարոզչությունը կամ այս առևտուրը տեղի չունենա։ Ես որպես փաստաբան այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, ես մասնագիտական դաշտում եմ միայն գործունեություն անում որպես փաստաբան եւ ընկերությունների եւ անձանց ներկայացնելով դիմումներ են մուտք արել եւ իրավական ուղղություններ են ստալ քաղաքական տեսակետից, քաղաքական դիվիդենդներ ունենալու համար մարդիկ ինչ գործողություններ են անում ժողովրդին ցույց տալու, որ հիմա բան ենք անում, հիմա տեղ չկա իջացնելու, հետո մեկը իջացնում են ընտրություններից առաջ եւ այլն, դրանց վերաբերյալ ես գնահատականներ չեմ կարող տալ ցավոք։